Գիտեք, ես պատգամ առաջացավ, երբ որ ես խորհում եմ մի կարևոր բանի մասին, երևի տեղյակ եք, որ արդեն 5-րդ տարուց ավել 6-րդ տարին է, որ մենք ունենք աղոթքաժողով եւ ունենք թեմաներ, ինչի համար մենք տարիներ շարունակ աղոթք ենք բարձրացնում։ Եվ կան բաներ, որ աղոթում ենք, բայց ոչ մի փոփոխություն չկա։ Եվ երբ որ ես Տիրոջ հետ խորհում եմ այս մասին, ինչու է այս ձև, չէ՞ որ մենք համառորեն խնդրում ենք այն, ինչ որ մեր կարծիքով Տիրոջ կամքին համաձայն է, եւ Տեր ասեց առաջին Կորինթացիս 13. Մենք գիտենք, որ դա սիրո գլուխն է, եւ ես հասկացա, որ շատ հաճախ մեր մոտ սերը պակաս է։ Եվ այդ սիրո պակասի պատճառով է, որ մենք ասենք եւ ծառայության մեջ ենք, եւ ամեն ինչի մեջ ենք, բայց կանգնած ենք մի խոչընդոտի առջև։ Եվ այսօրվա պատգամը հնչում է այսպես. տղեկ սրացրիք ձենամ չդզեկել։ Այսօրվա պատգամը հնչում է այսպես. սիրել չսիրելիին։ Մենք կխոսենք մի այնպիսի երևույթի մասին, թե ինչպես սիրել մեկին, ում չես սիրում։ Իսկ թվում ամեն մեկիս կյանքում էլ կան մարդիկ, ում փափուկ ասած չենք սիրում։ Եթե ձեր մոտ չկա, ուրեմն Սուրբ Հոգի մոտ կա, ես հենց ապաշխարել եմ խոր խնդիրներից հետո, այսինքն շատ հաճախ ես ինքս ինձ հարց եմ տալիս, ես իրոք ներել եմ եւ ներելուց հետո սիրում եմ թե չէ։ Սա կարևոր հարցեր է եւ ես ասում եմ ամեն անգամ, որ երբ որ պատգամախոսը բարձրանում է բեմ, վայ եմ պատգամախոսին, որ ուզում է ինչ-որ մեկին բան լսեցնի։ Առաջինը պատգամը վերաբերում է այն մարդուն, ով շուրթերը բացելու է։ Եվ հետո ամեն մեկը ինքը իր լսածը պետք է հասկանա։ Եվ ամեն մեկիս կյանքում էլ կան մարդիկ, ում չենք սիրում կամ փափուկ ասած ատում ենք։ Բավական է լսենք այդ մարդու մասին, բավական է տեսնենք նրան, մեր մեջ առաջանում է մի ալեկոծում, որը տակնուվր է անում մեր ներքնաշխարհը։ Եվ ցավալին այն է, որ այդպիսի մարդուն տեսնելիս կամ լսելիս կամ անգամ նրա մասին լսելիս, մենք անցնում ենք այն կարմիր գիծը, որ չպետք է անցնենք։ Հաճախ կարող ենք կորցնել մեր ինքնակառավարումը։ Նորից ասում եմ, եթե դուք սա ձեզ ծանոթ չի, փառք Աստծո ձեզ համար, ես իմոտ լինում է, ես անգամ մեր եկեղեցում կան մարդիկ, որ զանգում եմ, զգում եմ արդեն գիծը անցնել եմ, ասում այ ախպեր, ինչ անեմ, ասում հանգստացի։ Այսինքն սա մենք պետք է հասկանանք, որ նրա համար է, որ մենք ունենք խնդիր եւ այդ խնդրում պետք է փոխվենք։ Ծանոթ երևույթ է։ Բոլորին երևի ծանոթ է։ Հեշտ է արդյոք սիրել մեկին, ում ոչ թե չես սիրում, այլ անկեղծ ասած ատում ես։ Ոնց սիրել մեկին, ում անունը լսելուց աչքերիդ առջև սևանում է։ Գիտես, հաճախ եթե խորը մտածես, կան իրավիճակներ, որ այդ մարդը քո նկատմամբ բան արել է, բայց կան իրավիճակներ, որ այդ մարդը քո նկատմամբ ոչ մի բան չի արել։ Եվ այս երբ հարցնում ես քեզ ինչ վատություն է արել այդ մարդը, պատասխանում է ինչ չի արել իմ հորը, իմ մորը, իմ աղբորը, իմ քվորը, ու սկսվում է նույն ձևով այն իմ օրինակի վրա մեկնաբանեմ, մարդիկ գիտեն, որ ես իմ մտերիմի հետ պրոբլեմ ունեցա սրանից 16 տարի առաջ, եւ դրա հիման վրա մեր բարեկամությունը բաժանվեց երկու մասի։ Ում հետ ես պրոբլեմ ունեցա, բարեկամը։ Բաժանվեց երկու մասի եւ ես երկար ժամանակ հորդորում ասում եմ, սա իմ խնդիրն է։ Դուք խիեք քենք շում այդ մարդու հետ։ Ոնց թե բա մեր աղբորը, մեր հարազատին, մեր մտերիմին, այսինքն անհատական իրենց նկատմամբ ոչ մի բան չէր եղել եւ դա մարդիկ տեղափոխում են փոխհարաբերությունների մեջ։ Եվ ինչպես սահանել միջից, ինչպես սիրել մեկին, ուր ատում ես։ Հասկանալու համար եկեք նայենք մի պատմություն, բացենք Ղուկաս ավետարան, ընթերցենք բոլորիս քաջ հայտնի 15 գլուխ 11-ից 32 խոսքերը, Ղուկաս ավետարան 15-ի 11-ից 32։ Եվ մի մարդ երկու որդի ուներ, գիտեք ինչի մասն է պատմությունը։ Եվ նրանցից փոքր ասեց հորը, հայր, տուր ինձ իմ բաժինը,
որին բաժին կհասնե ինձ ստացվածքիցդ եւ նա ապրանքը բաժանեց նրանց։ Եվ շատ օր չանցած փոքր որդին ամեն բաները ժողովելուց հետո հեռու երկիր գնաց եւ այնտեղ իր ստացվածքը վատնեց անառակ ապրելով։ Եվ երբ որ բոլորը հատեցրեց, սաստիկ սով եղային երկրում եւ ինքը սկսեց չքավորել։ Եվ գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկի մոտ եւ նա նրան ուղարկեց իր հանդը, որ խոզարածեցնե։ Եվ նա ցանկանում էր իր փորը լցնել այն եղջյուրներով, որ խոզերն են ուտում, բայց ոչինչ չէին տալիս, ոչով չէր տալիս նրանց։ Եվ ինքը իրան գալով, այսքան սթափվելով ասեց. «Քանի վարձկաններ ունի իմ հայրը հացով լցված, եւ ես այստեղ սովամահ եմ կորչում։ Վեր գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին։ Եվ այլևս արժանի չեմ քո որդի կոչվելու, ինձ քո վարձկաններից մեկի պես արա։ Եվ վեր կացավ, եկավ հոր մոտ, եւ դեռ նոր հեռու էր, հայրը տեսավ նրան գութը շարժեց, վազեց նրա վզով, նկավ համբուրեց նրան։ Եվ որդին ասեց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին, եւ այլևս չեմ արժանի քո որդի կոչվելուց։ Հայրն էլ ասեց իր ծառաներին. առաջին պատմուճանը հանեցեք եւ հագցրեք նրան, մատանի դրեք նրա ձեռքին եւ կոշիկներ նրա ոտներին։ Եվ մսացու եզը բերեք, մորթեցեք եւ ուտենք, ուրախ լինենք, որ այս իմ որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեցավ եւ սկսեցին զվարճանալ։ Եվ նրա մեծ որդին հանդումն էր եւ երբ որ եկավ տանը մոտեցավ եւ երգերի բարի ձայն լսեց, ծառաներից մեկին կանչեց իր մոտ հարցնում էր թե այդ ինչ է։ Նա էլ ասեց նրան թե եղբայրդ է եկել եւ քո հայրը մսացու եզը մորթեց, որովհետեւ ողջ եւ առողջ ընդունեց նրան։ Եվ նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկավ, աղաչում էր նրան, նա էլ պատասխանեց եւ ասեց հորը. ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ եւ քո պատվերից երբեք դուրս չեմ եկել, բայց դու երբեք ինձ մի ուլ չտվիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինեի։ Իսկ երբ որ այդ քո որդին եկավ, քո ստացված կպոռնիկների հետ կերավ, մսացու եզը մորթեցիր դրա համար։ Նա էլ ասեց նրան. որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ էր եւ ամեն ինչ որ իմս է քոնն է, բայց ուրախ լինել եւ խնդալ պետք էր, որ այս քո եղբայրը մեռած էր, կենդանացավ, կորած էր եւ գտնվեցավ։ Քաչ հայտնի պատմություն է, գիտենք այս անառակ որդու պատմությունն է։ Պատմությունը կարդացի, որպեսզի վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ, եւ մենք այս պատմությունը քննարկել ենք եւ փոքր որդու տեսանկյունից նայելով եւ հոր տեսանկյունից նայելով։ Այսօր մենք եկեք փորձենք նայենք մեծ եղբոր տեսանկյունից եւ հետեւյալ հարցերին մենք մեզ պատասխան տանք։ Ավակ որդին չընդունեց կրտսերի տուն վերադառնալը, ինչու։ Երկրորդը, եթե նա արդարության կողմնակից էր, ապա ինչու գնալուց չդժգոհեց եղբոր որոշման համար։ Երրորդը, ում վնաս հասցրեց կրտսեր որդին, եւ չորրորդը, ում հետ ավակ որդին խնդիր ուներ իրականում։ Եկեք այս հետևյալ հարցերը քննենք։ Առաջինը, մենք պատասխանում ենք ավակ որդու տեսանկյունից, ավակ որդին չընդունեց կրտսեր եղբոր վերադարձը, ինչու։ Մի քանի պատասխան կարող եք տալ։ Ինչու չընդունեց եղբոր վերադարձը։ Որովհետև իր կարծիքով, այո, որովհետև կրտսեր որդին սխալ էր։ Նա հորը արհամարեց, ստիպեց հոր ամբողջ ունեցվածքը կիսել, հորը անպատվեց, որովհետև մենակ մահից հետո պետք անեին, վերցրեց իր բաժինը, վատնեց, ծախսեց անառակությունով, ոչ թե ասենք ինչ-որ բիզնես դրեց տակ տվեց։ Հենց գումարը պրծավ, ետ եկավ։ Ինձ չէ, բայց հորս արհամարեց եւ անպատվեց, չէ՞։ Ինչու չընդունեց։ Ինձ բան չի արել, բայց հորս արհամարեց եւ հորս անպատվեց։ Մոտարապես այսպիսի պատասխան կտար իմ կարծիքով ավակ որդին։ Երկրորդ հարցը. եթե ավակ որդին արդարության կողմնակից էր, ապա ինչու գնալուց չդժգոհեց եղբոր որոշման համար, երբ որ ասեց՝ բաժանեք, ես գնում եմ։ Ինչ է կարծում։ Պետք է ասել ինձ ով է հարցնում, չէ՞։ Իմ ասած ով է բանի տեղ դնում։ Իմ ձայնը ստեղ ոչ մի բան չի որոշում, մարդիկ որոշել են, ես ինչ ասեմ։ Դե իրանք որոշել են, իրանք հեր ու տղա իրանք գիտեն։ Երրորդ հարցը. ում վնաս հասցրեց կրտսեր որդին, ավակին, չէ՞ որ մենք խոսում ենք ավակի մասին։ Նա ավակ որդուն վնաս հասցրեց կրտսեր եղբայրը։
Ոչ։ Նա ավակ եղբոր բաժինը չվերցրեց, գնալուց մենակ վերցրեց իր բաժինը։ Վերադառնալուց էլ հերը իր ամենալավ շորը տվեց, իր կոշիկները տվեց, իր մատանին տվեց։ Կրտսերը ավակի ունեցվածքին չդիպավ։ Եվ չորրորդ հարցը, ապա ում հետ ավակ որդին խնդիր ուներ, չէ որ նա ատում էր կրտսերին։ Ում հետ խնդիր իրականում ուներ։ Չէ, հոր հետ։ Ավակ որդին հոր հետ խնդիր ուներ, հոր որոշման հետ խնդիր ուներ։ Եվ 29:30-ում հենց մենք տեսնում ենք դա, որ նա իր ամբողջ հերսը, ներ լեզվով ասած, թափում է հոր վրա։ Նա կրսերից բան չի ասում, ասում է, սա չէր քո արած որոշումը։ Նա ատում է փոքրին, բայց իրական պատճառը հոր որոշումն է, այսինքն ինքը խնդիր ուներ հոր հետ։ Եվ նա խնդիր ուներ հոր հետ, հետևաբար չէր ընդունում ոչ թե իր եղբորը, այլ չէր ընդունում հոր որդուն։ Նա չէր նայում որպես եղբայր, ասում է քո որդին։ Այսինքն իր խնդրեմը հոր հետ է, բայց նա չէր ընդունում հոր որդուն եւ ոչ թե եղբոր, այսինքն խնդիրը ուրիշ տեղ էր։ Խնդրում եմ խորհիր, եթե կա մեկը, ով քո մոտ ալեկոծություն է առաջացնում, նա իր իրական պատճառին։ Շատ հաճախ մենք գիտեք ինչ, մենք կարծում ենք, թե մեր այդ պատճառը հենց այդ որդին էր, բայց իր պատճառը մեծն էր, ավակն էր, ով որ որոշում էր կայացրել եւ հետեւաբար չընդունելով ավակի որոշումը, նա չէր ընդունում կրտսերին։ Մի ընտանիք է կարելի է ձեզ մոտ պատմել, մեկ լինում է մեր տանը ես իմ որդիներից մեկի վրա ձայն եմ բարձրացնում։ Ասում եմ, խես սենց անում։ Այդ ժամանակ ինչ է կարծում ով է կանգնում մեր մեջտեղը։ Մաման։ Մաման կանգնում է եւ այդ վաղ փորձում է իր որդուն ինձանից չգիտես ինչու պաշտպանի։ Եվ ես զայրանալով արդեն մոր որոշման վրա այդ երախուն տրորում եմ բառերով։ Եվ միշտ խնդրում եմ ասում եմ մի արեք դա, որովհետև սա բնազդ է։ Ես այն երախու հետ խոսում եմ տղու պես, բացատրում եմ իմ տեսանկյունը։ Դու եկար եւ քո որոշման հիման վրա ես ինձի զգացի տրորված։ Ում աչքի առաջ նրա առաջ, հետեւաբար անկախ ինձանից ես հարձակվում եմ նրա վրա։ Հասկանում եք, այսինքն շատ հաճախ կա այս խնդիրը, նայում ես մարդը քեզ բան չի արել, բայց իրական պատճառը մեկ ուրիշ տեղ է։ Հոր մեջ էր իրական պատճառը, ում հետ ուներ որդին խնդիր։ Այսինքն մենք պետք է նայենք տնանք, որ եթե կա ինչ-որ մի բան, արդյոք միգուցե գոյություն ունի որևիցե չբարձրաձայնված պատճառ։ Ամբողջ իմաստը նա է, որ մենք կարողանանք հայտնաբերենք որտեղ է մեր սխալը, դա հաղթահարենք, որ կարողանանք, եկեք կանգնել ենք օրհնության դռանը, դու չի բացվում։ Ինչ որ մի բան խանգարում է։ Եվ այսօր այդ բառը մեզ չսիրելն է։ Եվ հասկանում ես, որ ասենք դու այդ գիծը չես կարողանում, ասես տարիներ շարունակ նույն բանի համար աղոտ քեզ բարձրացում, ոչ մի բան չի փոխվում։ Եթե խնդիր ունես հոր հետ, չես ընդունի կամ չես կարող ընդունել որդուն։ Հեսա մենք ավելի խորը սրա մասին կանենք, բայց լինում են դեպքեր, երբ որ իրոք կա խնդիրներ, երբ որ ինչ-որ մի մարդու հետ ունես խնդիր, ինքն է գլոբալ խնդիր։ Այդպիսի մարդուն ոնց սիրես։ Ես ասում եմ, սիրեք, կարող ես ասել, հիմա զավեն ախպեր հեշտ է։ Ես գիտեմ ինչ եմ ասում, որովհետև ես այդ ճանապարհը անցել եմ։ Իմ էլ եմ ասում, 5 կյանքը բոլորդ գիտեք ինչից հետո, եւ ես ինձ այս հարցը միշտ տալիս եմ, ես համարում եմ, որ ներել եմ, բայց սիրում եմ, թե չէ։ Սա այնքան կարևոր հարց է, որ սրանից հետո սկսվելու է հաջորդը։ Եվ միշտ մտածում ես, ասում ես, չէ՞ որ դու չգիտես, թե նա իմ նկատմամբ ինչ արել։ Ոնց ես դու ինձ ասում սիրի։ Ախր իրոք նա ինձ այն օրինակ, չէ՞ որ ես ասենք դրանից հետո 16 տարի է գոյատևում եմ։ Ոնց այդպիսի մարդուն ներեմ կամ սիրեմ։ Եկեք նայենք մի հետաքրքիր պատմություն, Ֆիլիմոն, առաջի գլուխ, ընթերցենք 4-ից 7-րդ խոսքերը։ Ֆիլիմոն 1-4-ից 7-ը։ Գոհանում եմ Աստվածանից ամեն ժամանակ հիշելով քեզ իմ աղոթքներումը, լսելով քո սերը, հավատքը, որ ունես դեպի Տեր Հիսուսը եւ դեպի ամեն սուրբերը։
որ քո հավատքի հաղորդակցությանը պատղաբեր լինի ամեն բարի բաների գիտությունով, որ ձեզանում է Քրիստոս Հիսուսումը, որովհետև շատ ուրախություն եւ մխիթարություն ընդունեցինք քո սիրո վրա, որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել եղբայր։ Սա Պողոս առաքյալն է, նամակը գրում Ֆիլիմոնին։ Ոնց որ ասած եկեղեցու մի անդամը մյուսին նամակը գրում եւ այս առաջին մի քանի տողը երբ որ ընթերցում ես հարց ես տալիս, սա ինչ էր։ Ուղղակի Պողոս առաքյալը մեկնաբանում է կամ բնութագրում է Ֆիլիմոնին, որը արդեն Հիսուս Քրիստոսով փոխվել է եւ անընդհատ նա ինքը շեշտում է լցված սիրով եւ գրված է, որ այդ մասին տեղյակ է եկեղեցին, այսինքն եկեղեցին ամբողջ տեսնում, որ այս մարդը բանի պետք չէր, հիմա իրոք սիրով լցված է։ Այսինքն նա բնութագրում է այն քրիստոնյային, որը մենք պետք է լինենք, լցված սիրով եւ շարունակությունը 8-ից 21 խոսքեր ընթերցեմ։ Վասն, որով թեպետ շատ համարձակություն ունեմ Քրիստոսումը, հրամայել քեզ, որ այն արժանի է, սակայն սերի համար ավելի աղաչում եմ մի այնպիսի լինելով, ինչպիսին ծերունի Պողոս եւ հիմա էլ Հիսուս Քրիստոսի կապված ես։ Այսինքն ասում եմ կարամ հրամայեմ, բայց ես քեզ աղաչում եմ։ Աղաչում եմ քեզ իմ որդու համար, որին ծնեցի իմ կապանքներում, այսինքն Վոնեսիմեոսի համար, որ մի ժամանակ անպիտան էր քեզ, բայց հիմա քեզ եւ ինձ պիտանի, նրան ուղարկեցի քեզ մոտ, դու էլ դրան, որ իմ սրտի կտորն է ընդունիր, հետաքրքիր ասում եմ, դու էլ ընդունիր դրան, որ իմ սրտի կտորն է։ Ես կամենում եմ նրան ինձ մոտ պահել, որ քո փոխանակ ծառայություն անե ինձ ավետարանի կապանքներում, բայց առանց քո կամքի չկամեցա ոչինչ անել, որ քո բարիքը իբր ստիպմամ չլինի այ կամավ։ Չեմ ստիպում, որ դա չլինի ստիպողական, այլ քո սեփական ցանկությունով։ Եվ թերևս հենց սրա համար մի ժամանակներում բաժանվեցավ քեզանից, որ հավիտյան ունենաս դրան։ Այլ ոչ եւս ինչպես ծառա, այլ ծառայից բարձր, ինչպես սիրելի եղբայր, մանավանդ ինձ, բայց որքան ավելի քեզ թե մարմնի եւ թե Տիրոջ կողման է։ Եթե ինձ քո ընկեր ես համարում, ընդունիր դրան ինչպես ինձ։ Եթե քեզ մի վնաս է արած կամ պարտականը նա ինձ հաշվիր, եւ Պողոսը իմ ձեռքով գրեցի, ես կվճարեմ, որ չասեմ, թե դու քո անձն ինձ պարտական ես։ Ասում եմ ես կվճարեմ, թեպետ հաշվի չեմ առնում, որ դու քո անձով ինձ պարտական ես։ Այո, եղբայր, թող օգտվեմ քեզանից տերումը, հանգստացրու իմ սիրտը տերումը, քո հնազանդության վրա համոզված գրեցի քեզ, գիտենալով, որ ասածիցս ավել կանես։ Մի հրաշալի պատմություն, Պողոսը խնդրում է Ումնեսիոսի համար, ով ժամանակին եղել է Ֆիլիմոնի ծառա, հետո կողոպտել է կամ հայերեն ասած գցել է եւ թերել է։ Մեծ գումարակցել է, սմարտուն ու գնացել է։ Միգուցե այդ պատճառով հետագայում հայտնվել է Բերթում։ Այսինքն մի մարդ, որին տանը ծառա եղել, որին շատ բան վստահել են, որին ասինքն ամեն ինչ վստահել ես, առաջ ծառան ավելի շուտ դա կառավարիչ էր։ Եվ ամենը իրան վստահելով նա գցում է մեծ գումարել, վեկանում փախնում է։ Եվ ասում է վնա քեզ հասկանում եմ, այդ մարդը վնաս հատուցել։ Եվ բարեխոսում է նրա համար եւ 16 խոսքում ասում է, եւ հորդորում եմ քեզ յետ ընդունել այլևս ոչ թե ծառա, այլ ծառայից էլ բարձր որպես եղբայր։ Առաջ ինքը քո մոտ եղել է ծառա, ծառայի ստատուսով դու եղել ես իր շեֆը, ինքը քո ենթական։ Այսօր դու իրան ինքը քեզ գցել է, գնացել է, մեծ վնաս հատկացրել, դու նրան ընդունի արդեն ոչ թե որպես ծառա, այլ որպես եղբայր։ 17-ում եթե ինձ քո ընկեր ես համարում, դրան համարիր ինձպես։ Եթե ես եկեղեցում քեզ իրոք համարվում ես ինձ աղբեր, ուրեմն մեկին ում համար ես խնդրեցի, որին ես բարեխոսում եմ, ընդունիր այնպես ինչպես ինձ։ Գցելը հասկանում եմ, վատություն արել հասկանում եմ, բայց ներիր եւ սիրիր։ Եվ հասկանալի է, որ Ֆիլիմոնը ընդունում է Ումնեսիոսին, ինչու։ Նա այլևս Ումնեսիոսի հետ խնդիր չունի։ Նա խնդիր չունի, որովհետեւ նա խնդիր չունի Պողոսի հետ, որպես հոգևոր հայր։ Տես այնտեղ ինքը հոր խաթեր չեր ընդունում հոր որդուն, ստեղ հոր խաթեր ընդունում է հոր որդուն։ Ինչու՞, չէ՞ որ այն մարդուն չի տեսել, համոզված չի, փոխված չի, նա տեղյակ չի։
բայց իրան դիմել է իր հոգևոր հայրը։ Պապան ասեց, նա լսեց։ Հոր խաթեր ընդունում է։ Եվ մենք տենում ենք երկու տարբեր պատմություն փոխհարաբերությունների մասին։ Միտեղ վատություն արել է, միտեղ չի արել, բայց ամենի հիմքը ընկած է սերը։ Եկեք մի բան հասկանանք, ամեն մարդ արարված է Աստծու նման եւ Աստծու կերպարանքով։ Ամեն մարդ։ Աստված ծնող է ամեն մարդու, լինելով հոգևոր, չընդունելով Աստծու զավակին, մենք չենք ընդունում հորը։ Հետաքրքիր է, չի ասենք լինելով, եթե մենք մեզ համարում ենք հոգևոր մարդ, եթե մենք հասկանում ենք, որ ամեն մարդ, իսկ այդ մասին Աստվածաշնչի սկիզբն է գրված, ամեն մարդ, եթե արարված է Աստծու նման եւ Աստծու կերպարանքով, եթե մենք այդ մարդուն չենք ընդունում, մենք եք հասկանանք, որ դա մենք չենք ընդունում հորը։ Եթե իմ ասածի մեջ կասկածում եք, հիշեցեք այծերի եւ ոչխարների պատմություն, Աստված առանձնացնում է եւ ասում է դու կանգնիր ոչխարների մեջ, աջ կողմը, դու ձախ կողմը կանգնիր այծերի մեջ եւ ասում է ես կարիք ունեմ, կարիքը չհոգացիք եւ այլն, ասում է երբ, ասում է դա ուրիշին է, սարը ինչ որ ուրիշին արել ես ինձ, ինչու որովհետեւ դա իր զավակներն են։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 43-44 Լսեք, որ ասվեցավ, քո ընկերին սիրիր եւ քո թշնամին ատիր։ Սա հին ուխտից է, բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամին, օրհնեցեք ձեզ անիծողներին, որ բարի արեք ձեր ատողներին եւ աղոթք արեք ձեր չարչարողների եւ ձեր հալածողների համար։ Ասում է հին ուխտում գրված է ատիր թշնամին, բայց ասում է ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամին, օրհնեցեք ձեզ անիծողին, բարի արեք ձեզ ատողին, աղոթք արեք ձեր չարչարողների համար եւ ձեր հալածողների համար։ Ինչու՞։ Շարունակենք 45-ից 48-ը։ Որ որդիկ լինեք ձեր հորն, որ երկնքում է, որտեղ նա իր արեքը ծագեցնում է եւ չարերի եւ բարիների վրա, եւ անձրև է բերում արդարների եւ անիրավների վրա, որովհետեւ եթե ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձ կունեք, չէ՞ որ մաքսավորներն էլ են նույնը անում։ Եթե միայն ձեր եղբայրներին բարև տակ, ինչ ավելի բան եք անում, չէ՞ որ մաքսավորներն են այդպես անում։ Արդուք կատարյալ որդիներ եղեք, ինչպես ձեր հայրը, որ երկնքումն է։ Երեք մենք մի աղբոր հետ քննարկում ենք նմանատիպ մի խնդիր։ Գիտեք, եթե ճիշտ է խոսամ, լինում է մարդիկ թեկուզ եկեղեցում, ում նկատմամբ մենք հատուկ լավ ենք տրամադրված, բայց կան մարդիկ, ում նկատմամբ այդքան էլ նենց սառն ենք, ջերմ չենք, գաղջ ենք, ուրիշ լեոզ ասենք չենք սիրում, անտարբեր ենք, այսօր մեկը բացակայ է, մենք զանգելու ենք, ասենք խիչ չկայր, բա որ այս ակնթարթին հափշտակություն լիներ։ Միգուցե այդ մարդը իրոք գործի է, բայց խի է գործի, միգուցե պակաս է ինչ-որ բանում, ինչ-որ բանի կարիք ունի, ինչ-որ բանի օգնության կարիք ունի։ Հասկանում եք, սերը սա է, մենք եթե պետք է սիրենք մենակ նրան, ով իմ նկատմամբ լավ է, ինչ եմ արել ես, ոչ մի բան։ Մենք պետք է սիրենք այն մարդկանց, ովքեր մեզ ատում են, ովքեր մեզ հայհոյում են, Աստված չի ասում չեն արել են, ինչ անենք, սիրենք։ Ինչի համար, որ լինենք կատարյալ Աստծու նման։ Եվ Հակոբոս 3:9-ում սրանով ավարտում եմ, քույրիկ ջան, եթե խնդրեմ, կամ եղբայր ջան։ Հակոբոս 3:9, նրանով օրհնում ենք Աստված եւ Հայրը, եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ Աստծու նմանությունով են ստեղծված, այսինքն ստեղ ես օրհնության շուրթերի մասին եմ խոսում եմ Աստծուն նմանությունով ստեղծված մարդկանց մասին, այսինքն Աստված սա շեշտադրում է, ասում է սթափվեք, այդ մարդիկ իմ նմանությունով են ստեղծված։ Որտեղ է մեր սերը, ինչու մենք հաճախ այդ սերը չենք տալիս։ Եթե չես ընդունում որդուն, չես ընդունում հորը, եթե չես ընդունում հորը, չես ընդունում որդուն։ Եթե մենք իրոք հոգևոր եւ հավատացյալ մարդիկ ենք, մենք պետք է այս բաների մասին խորհենք։
Մենք պետք է իսկականից իրար սիրենք։ Ես հասկանում եմ, որ այսօր իմ մոտ էլ այդ պակասը կա։ Ես հասկանում եմ, որ մենք ամեն մեկս անելու բան ունենք։ Մարդը ես օրը կարող է 3 անգամ զանգեմ, մարդը կարող է вообще չզանգեմ։ Աստված այսօր ում հետ խոսացի իմ հետ, ասեց՝ «Խելքը թացի է տեսքերը»։ Առաջին Կորինթացիս 13 գլուխը կարդում ենք, ասում է՝ «Սիրո պակասի ժամանակ ուզում ես ծառայող եղի»։ Ուզում ես ամբողջ օրը եկեղեցում անցկացրի, ուզում ես ամբողջ օրը աղոթքներ ար, ուզում ես լեզուներով աղոթիր, ինչ ուզում ես արա, եթե սեր չկա, դա ապարդյուն է։ Դու ասում ես ցնցողան ես, ինչ-որ ձեն հանող դատարկ անոթ ես։ Եկեք մենք այս սուն ժառանգությունը երբեք այս ժառանգական կապը չկորցնենք։ Հայրը դա Աստված է։ Որդին դա Հիսուսն է։ Մարդիկ էլ Հիսուսի զավակներն են։ Մենք մինչև այդ կարդացինք, ասում արևը բացվում է եւ արդարների վրա եւ անիրավների վրա։ Մենք գիտենք, որ Աստվածաշունչը ասում է՝ մի դատիր, որ չդատվես։ Գիտեք, կան բաներ հաճախակի մեր ոտքի մազոլը տրորում են, մենք նոր ապաշխարած բերաներս բացում ու հայհոյում ենք։ Հետո ասում ենք տարիներ շարունակ աղոթք ենք բարձրացնում, խիմ ենք, մեր գիծը չենք անցնում։ Ես այսքան նվիրված եմ, քանի ծառայության եմ մասնակցում, եթե եւ այլն եւ այլն։ Այսօր Տեր ամեն մեկիս սկսած ինձանից ասում է՝ հանիր ատելությունը քո մեջից։ Հայացքդ ոչ թե մարդուն հառիր, այլ ոչ թե մարդու արածներին հառիր, այլ մարդուն։ Հрьяաները մի հրաշալի բան ունեն, երբ որ երեխան անկարգություն անում, իրանք առանձնացնում են երեխային եւ անկարգություն, ասում են, ոնց քո նման լավ երեխան սենց անկարգ բաներ արեց։ Մենք ինչ ենք ասում, անասուն, ինչքան քեզ մի բան ասեն։ Իհարկե փառք Աստծո, հիմա չեմ ասում տենց բառեր, բայց ջղայնանում եմ։ Կա։ Եվ մենք պետք է սա մեր մեջից հանենք։ Եթե ատելություն կա, փոխիր հայացքդ, որ հոր հետ խնդիր չունենաս։ Եթե մենք զավակին ատում ենք հորը։ Գիտես, սա ես երբ որ թարգեցի ծխելը, ես իմ համար հիմք էր, ես ասում եմ, եթե ես հիմա ծխեմ, ես օրհնության դուռը կփակեմ դեպի իմ ընտանիք։ Շատ է ուզում, բայց այդ ընտանիքիս օրհնության խաթեր թարգեցի։ Հիմա այսօր մի նոր բանալի մարդկանց սիրելու։ Եթե սիրում ես հորը, սիրիր զավակին։ Անկարգը բանի պետք չի, արածը ատիր, չարությունը ատիր, բայց իրան մի ատիր։ Գիտեք, այն 10 կույսերը որ կային, բոլորը եկեղեցու անդամներ են, բոլորն էլ լավ տերներ ունեին, եւ բոլորն էլ վերջի ակնթարթին սպասում էին մտնեն հարսանյաց սրահ։ Կույս դա նշանակում է եկեղեցի։ Մի ամբողջ եկեղեցի շարաշրջուն եկան կանգնեցին գահի առջև։ Բայց կեսը ուղիղ կեսը չմտավ։ Լինելով եկեղեցու անդամ չմտան եւ հետաքրքիր Աստված ասեց գնացեք ձեզ երբեք չեմ ճանաչել խի, որովհետեւ այդքան падգամներ է ձեր հովիների միջոցով ձեզ ուղարկում ասում փոխվեք, սիրեք, հանեք ատելությունը, իսկ դուք շարունակում եք ձերը։ Վատնա, ատելիա։ Այսօր Աստված բացեց, ասեց, որ մենք խնդրեմ ունենք զավակի հետ, որտեղ խնդրեմ ունենք հոր հետ։ Արելա, չի արել, մի կողմ պետք է դնենք, Տիրոջ խոսքը ասում է սիրեք։ Եկեք այսօր մենք իրոք սիրենք։ Սիրենք իսկականից, ոչ թե ձևի համար, որովհետև Տերը սիրտն է նայում։ Ոչ մեկս չգիտենք երբ է կանգնելու ժամանակը։ Ոչ մեկս չգիտենք երբ են ասելու արի Տիրոջ առջև կանգնելու։ Հասկացեք, մենք հիշում ենք այն հարուստի եւ Ղազարոսի պատմությունը, որ ասեց արդեն հնարավոր չի, արդեն անդունդ կա, որոշումը կայացված է։ Եվ եկեք մենք այս պատգամները, երբ որ լսում ենք, ամեն մարդ մտածի ասի, ես երևի բան ունեմ, ի՞նչն է իմս, վերցնեմ ու փոխվեմ։ Փոխվեմ, որովհետեւ ես ուզում եմ, որ այն օրը, երբ որ մենք կմտնենք երկինք, ես ուզում եմ, որ մենք սաղը սիրանդեղ հանդիպենք։ Շուտվանից մենք մի աղբոր միջոցով որոշել ենք, եթե երկնքում հավաքվենք Տիրոջ գահի առջև, ով չգիտի հիշեցնեմ հետևի աջ ոտքի մոտ գահի։
Ու չգիտես խից միշտ թվում է թե այնտեղ պետք է լինի զոռնա դահոլ, հայկական երաժշտություն։ Գիտեք, մենք իրար տենալու ենք, ուրախանանք, բայց ես ուզում եմ որ իրոք տեսնանք։ Ես ուզում եմ ոչ մեկին չկորցնենք։ Ես ուզում եմ որոնց Հիսուս ասեց հայր ում տվեցիր, ոչ մեկին չկորցրեցի։ Դա էլ կախված է մեր փոխհարաբերությունից։ Երեք ես եղբորս բացատրում եմ, կարող է մեր մեջ մեկը սառնա, սառուցի կտորա, ձեռքը դիր։ Այսբերգը չես հալածնի, բայց ձեռքիդ կպած տեղը քո տաքությունից կհալի։ Եվ ինչքան շատ մարդ կպնի, այնքան շատ սառուց կհալի։ Կարող է դիմացինը իրոք քո նկատմամբ վատն է, լավը չի, եկեղեցում է, բայց այդքան էլ հաճելի չի։ Այս սրան ոնց կանչեմ մեր տուն իմ հացը կտրի, ախր հեչ բանի պետք չի։ Հələ դու կանչի, հələ ջերմացրու, հələ սովորացրու այդ մարդը միշտ լինի քո սիրո ջերմության մեջ։ Հետո հաջորդ անգամ եկեղեցի գալուց նա երբ որ գործ ունենա կասի այ ես ինչ եմ բաց թողում, ես այն քաղցր մարդկանց մեջ եմ ուզում լինել։ Ես ուզում եմ նրանց միջոցով ճաշակեմ Հիսուսին։ Եթե մենք կարողանանք այս սերը տանք այն մարդկանց, ում նկատմամբ մենք սխալ ենք վերաբերվում, մենք ենք սխալ վերաբերվում, իրանց առածը դնում ենք մի կողմ։ Հավատացեք, շատ շուտով այդ մարդիկ կփոխվեն։ Կփոխվեն եւ կցանկանան, մարդ կա որ ստակ չի սիրում։ Ով է սառույց սիրում, սաղսը ջերմություն ենք սիրում։ Եկեք տանք, որ ստանանք։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքին։